Միասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ։ Դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբը եւ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է տանտիրոջ Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, նրա տիկնոջ Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, որդու Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, Հարսի Այդա Սերյոժայի Ավետիսյանի, աղջկա Դստեր Արաքսիա Անդրանիկի Պողոսյանի և Թորան Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով, իսկ Սերյոժա Արմենի Ավետիսյանի մյուս Թորան տեղափոխել են Գյումրի ավստրիական մանկական հիվանդանոց, վիճակը շատ ծանր է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։ Անմիջապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Գասպարյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ, հանձնարարվել են գլխավորել օպերատիվ խումբը եւ մենք անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ինձ հետ են նաեւ ոստիկանության պետի մյուս տեղակալները, բոլոր համապատասխան ծառայության պետերը եւ օժանդակ ուժերը, ակտիվ օպերատիվ հետախուզական եւ որոնողական աշխատանքներ ենք կատարում հանցագործության մեջ կասկածվող քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշեմ, որ խուճապի մատնվել պետք չի, իհարկե արտառոս դեպք է եւ շատ ցավալի, սակայն խուճապի կոչ եմ անում խուճապի չմատնվել, որովհետեւ ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը, կարծում եմ, որ զգեստափոխվել է եւ դիմել փախուստի արդեն զգեստափոխված վիճակում, ինչպես արդեն նշեցի, դեպքի վայրում թողնելով եւ իր հանդերձանքը եւ հանցագործության գործիք հանդիսացող ինքնացիքը համապատասխան այլ զինվորական հանդերձանքի հետ մեկտեղ։ Ընդամենը կոչ եմ անում լրջության եւ խոհեմության եւ մեզ հետ համագործակցելու մեր համաքաղաքացիներին բոլորին կոչ եմ անում անմիջապես նրա վերաբերյալ տեղեկություն ունենալիս անմիջապես հաղորդել մեզ, կարծում եմ շատ կարճ ժամանակում մենք կունենանք դրական արդյունք, որովհետև համագործակցում են բոլոր իրավապահ մարմինները եւ համագործակցում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ։ Այսինքն վերջինս հասարակության համար հիմա վտանգ չի ներկայացնում, որովհետև կա խոսք, որ այնուամենայնիվ ինքը զինված է, իր ձեռքին ունի նռնակներ եւ այլն։ Այս պահին ես ասեցի այն ինչ որ կար, նռնակների մասին ոչ մեկ ինֆորմացիա չունի, այլ դրա համար եմ ասում եւ կոչանում չշիկացնել առանց այնել լարված իրավիճակը, նրա մոտ այս պահին ոչ մեկ ինֆորմացիա չունի, որ նրա մոտ նռնակներ կան, իր անմիջական ղեկավարությունը, որոնց ես հրավիրել եմ այստեղ բացատրություն են տվել եւ պարզաբանել, որ դեպքի վայրում հայտնաբերված զենք զինամթերքից եւ հանդերձանքից զատ նրա վրա ոչինչ չի եղել։ Իսկ ռուս հրամանատարներն ինչ են ասում, զինծառայողը ինչ խնդիրներ է ունեցել, ինչու է փախել, այդ ընտանիքի հետ ինչ խնդիրներ է ունեցել, որ իր թիրախը հենց այդ ընտանիքն է եղել։ Այս պահի դրությամբ ձեր հարցերին սպառիչ պատասխան չեմ կարող տալ, ուղղակի նշեմ, որ առողջական որևէ խնդրի մասին նույնիսկ ակնարկ չի արվել, նշում եմ, որ ինքը գտնվել է նորմալ վիճակում, adekvat վիճակում, այդ իսկ պատճառով էլ վստահված է եղել նաև նրան համապատասխան հերթափոխային ծառայություն եւ միևնույն ժամանակ եւ վստահվել է նաեւ մարտական զենք, իսկ կոնկրետ այդ ընտանիքի կամ հիշատակված անձանցից որևէ մեկի հետ ինչ որ խնդիրներ ունի թե չէ, մեր ոստիկանության համապատասխան ծառայությունները ինտենսիվ աշխատանք են տանում եւ շատ արագ պարզություն կմտցնենք այդ հարաբերություններում։ Նշեմ, որ նա համապատասխան ուսումնական ծառայությանը նախորդող հատվածում, որը նույնպես մտնում է ծառայության մեջ ուսումնական հավաքների է մասնակցել, այլ բնակավայրում, որից հետո արդեն դեկտեմբեր ամսին տեղափոխվել է ծառայության մեզ մոտ, նկատի ունեմ Գյումրի քաղաքը եւ ծառայություն է կատարել այնտեղ եւ ծառայության ընթացքում որևէ վատ բանով ըստ նախնական տեղեկությունների աչքի չի ընկել։ Իսկականորեն քաղաքում չի արդեն, քաղաքից բացակայում է, որովհետև ես ինչքան ուշադիր հետևեցի եւ ռուսական կողմի սպաներն են զինված որոնողական աշխատանքներ կատարում եւ մեր բայց հնարավոր է որ արդեն քաղաքում չի, որ չեն կարող։ Եթե չենք բացառում ոչինչ,
բայց ես նշեցի իմ խոսքում արդեն, որ ոչ մեկ ինքնուրույն ոչինչ չի անում, ես եմ գլխավորում օպերատիվ խումբը եւ ոչ մեկ չի կարող ինքնուրույն փնտրել նրան, համագործակցված ենք աշխատում, նշեցի արդեն, որ նաեւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ այս պայդրությամբ իհարկե գտնվելու վայրի մասին ռեալ տեղեկություններ չկա։ Կարծում եմ կարող ենք ենթադրել, որ նպատակը փախուստի դիմելն է եւ շատ արագ երևի հանրապետությունից դուրս գալը։ Նշեմ, որ ըստ նախնական տեղեկությունների գումար մոտը չունի, իսկ թե կոնկրետ դեպքի վայրում ինչ է կատարել, հափշտակել է գումար թե ոչ, դրանք ճշտվում են, որովհետեւ հասկանալի պատճառներով, եթե 1-2 հարազատ կան, նրանք զբաղված են այլ հոգսերով այս պահին։ Այս պահին Շիրակ մտնող ճանապարհները բաց են։ Շիրակ մտնող ճանապարհները բոլոր օրինահար քաղաքացիների համար բնականաբար բաց են։ Բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային աշխատանքի հատուկ միջոցառման շրջանակներում։ Իսկ ծառայության ընթացքում ինչ վարկով է ինքը աչքի ընկել, նորմալ ծառայել է, թե նորից Գիտեք ինչ, ըստ իրենց ղեկավարության խոսքերի նա ծառայում է շուրջ 1 ամիս Գյումրի քաղաքում համապատասխան զորամասում եւ այդ ժամանակահատվածում բացարձակապես վատ վարքագծով չի դրսեւորել իրեն։